Համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի գործարկումը բոլոր քաղաքացիների համար նույն պայմաններով չի իրականացվում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը, բարձրաձայնելով սոցիալական փաթեթի շահառուների մտահոգությունները։ Արհմիության փոխանցմամբ, եթե աշխատողը սոցիալական փաթեթի շահառու չէ, ապա նրա եկամուտը նվազում է ընդամենը 300 դրամով։ Փոխարենը նա դառնում է ապահովագրված, ստանալով մատչելի կամ անվճար առողջապահական ծառայություններ։ Սա հնարավոր է դառնում պետական սուբսիդավորման շնորհիվ, սակայն իրավիճակը տարբեր է սոցիալական փաթեթի շահառուների դեպքում։ Նրանց եկամուտը նույն ծառայությունից օգտվելու համար նվազելու է արդեն 6300 դրամով, քանի որ պետությունը տվյալ խմբի համար սուբսիդավորում չի նախատեսել։ Հայաստանի պետհիմնարկների եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների արհմիությունը դիմել է կառավարությանը, նշելով, որ սոցիալական փաթեթի շահառուների շրջանում դժգոհություն կա։ Ըստ արհմիության, ապահովագրական համակարգում ներառվելու պայմանների անհամաչափությունը խտրական վերաբերմունքի տպավորություն է ստեղծում։ Բազմիցս հայտարարվում է, որ պետական աշխատողներն առանց այդ էլ ցածր են վարձատրվում, սակայն վերոնշված կարգավորումներով սոցփաթեթի շահառուների համար հավելյալ ֆինանսական բեռ է ավելանում։ Որպես պետական եւ համայնքային ոլորտի աշխատողներին միավորող եւ շահերը ներկայացնող արհմիություն, խնդրել ենք վերանայել վերոնշյալ մոտեցումը, պահպանելով աշխատողների սոցփաթեթի 72000 դրամը եւ սուբսիդավորել ապահովագրավճարը, ինչպես դա արվում է մնացած աշխատողների պարագայում։ Այս հարցի շուրջ մտահոգություններ են հայտնում նաև ոլորտի փորձագետները։ Նրանց կարծիքով համընդհանուր համակարգի ներդրման հիմնական սկզբունքը հավասարությունն ու սոցիալական արդարությունն է, եւ ցանկացած անհամաչափ մոտեցում կարող է կասկածի տակ դնել համակարգի արդյունավետությունը։ Փորձագետները նշում են, որ եթե տարբեր խմբերի համար կիրառվում են տարբեր ֆինանսական պայմաններ, ապա անհրաժեշտ է հստակ ու թափանցիկ հիմնավորում։ Հակառակ դեպքում դա կարող է խորացնել դժգոհությունը պետական համակարգում աշխատողների շրջանում։ Միաժամանակ վերլուծաբանների կարծիքով պետական եւ համայնքային աշխատողները, որոնք արդեն իսկ համարվում են համեմատաբար ցածր վարձատրվող խմբեր, կարող են զգալ լրացուցիչ ֆինանսական բեռի ազդեցությունը։ Որոնք որ սկսի աշխատել ապահովագրության, նոր է դեռ, էլի թերություններ կբացահայտվեն։ Օրինակ հնարավոր է, որ ընդամենը 3 ամիս հետո կամ 5 ամիս հետո այս բոլոր թերությունները հաշվի առնելով օրենքի փոփոխություն ուղղակի կատարվի։ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնած փոփոխության լսումների շրջանակում օրենքի փոփոխություն կատարի։ Մեզ մոտ Հայաստանում բոլոր օրենքները փոփոխվում են տարբեր հաճախականությամբ։ Թե ինչ լուծում կստանա հարցը դեռ պարզ չէ, սակայն ակնհայտ է։ Համընդհանուր առողջապահական ապահովագրության շուրջ քննարկումները շարունակվում են եւ ըստ փորձագետի համակարգի հաջողությունը մեծապես կախված կլինի հասարակության տարբեր խմբերի վստահությունից եւ ներգրավվածությունից։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։